Տերն իր հարության 40-րդ օրը երկինք համբարձվելիս աշակերտներին պատվիրում է, որ նրանք Երուսաղեմում սպասեն խոստացված զորությանը, որը Սուրբ Հոգու շնորհաբաշխումն էր։ Սուրբ Հոգու էջքը տեղի է ունենում հրեական Պենտեկոստեի տոնի օրը, որը հին ուխտի 3 ամենամեծ տոներից էր։ Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար եւ ընծաներ մատուցում Աստծուն։ Այդ օրը Երուսաղեմում միշտ շատ ժողովուրդ էր լինում աշխարհի տարբեր կողմերից։ Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է Գործ Առաքելոցում։ Հոգեգալստի օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում է աշակերտներին եւ նրանց դարձնում Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ։ Նրանք սկսում են խոսել այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը։ Ըստ Ներսես Լամբրոնացու Պետրոսը խոսում էր լատիներեն, Փիլիպոսը արաբերեն, Թովմասը եթովպերեն, Թադեոսը հայերեն եւ այլն։